փոխարինենք մեկ այլ Նիկոլ Փաշինյանով կամ նրա հետ ասոցացվող, նրա արբանյակ հանդիսացած, հասկանում եք, այսինքն սա ինքնանպատակ Մարուկյանի դիտարկում եք մեկ այլ Նիկոլ Փաշինյան։ Ես ասեմ, հիմա մեր հայտարարության մեջ մենք բավական հստակ դրա մասին խոսել ենք։ Այսինքն, այստեղ խնդիրը հետևյալն է, խնդիրը ոչ թե ինքնանպատակ ինչ-որ մարդու բերելն է եւ process գեներացնելն է, որ գնանք պրիշկա դնենք, ասենք, գիտեք, այս էլ փորձեցինք, այս էլ չստացվեց, այլ խնդիրը արկա իրողություններին համահունչ մի տեխնացուի շուրջ կոնսենսուսի հասնելն է եւ դա միայն հանրապետականի հարցը չէ, որքան էլ հանրապետականը պատրաստակամությունը հայտնել նախ Բնականաբար հանրապետականը խոսում քննարկում է բոլոր այն շահագրգիռ ուժերի հետ, որոնք այս մասով ունեն հետաքրություն։ Երբ որ խոսում ենք մարդկանց մասին, ովքեր ասոցացում են, բնականաբար նայում ես տնած քաղաքական հետագիծը, ով ինչ ճանապարհ է անցել, ով որտեղով է շարժվել, մենք նայում ենք տեսնում ենք ով մեր երկրի համար կարևորագույն հարցերի շուրջ ինչ դիրքորոշումներ են արտահայտել։ Երբ որ դու տեսնում ես, որ մարդը միգուցե արտաքնապես այս պայն իշխանությունից տարբերվող ինչ-որ բան է ասում, բայց գաղափարապես նրանց հետ միևնույն բովանդակային դաշտում է, բնականաբար դա չի նշանակում, որ խնդիրներ կան, հայտարարություն արեցի դրա մասին ու հրաժարական։ Հիմա պատկերացրեք իրավիճակ, որ խորհրդանի նախագահ, փոխնախագահներից որևէ մեկը հայտարարություն է անում այն մասի, որ ինքը չի կիսում այս պահին իշխանության այս կամ այն դիրքորոշում, այս կամ այն թեմայի շուրջ դուրս է գալիս, 3-4 ամիս հետո նույն այդ երկու պատգամավորները նրանց առաջադրում են օրինակ անվստահության գործընթացում որպես տեխնացու։ Հիմա իրանք գան ասեն, գիտեք, տեսեք, մենք 4 ամիս առաջ դուրս եկանք, որտեղ մենք չէինք կիսում այդ դիրքորոշումը եւ գան հանրության ներկանան որպես մրցունակ եւ այդ իշխանության հետ որևէ ձևով կապ չունեցող տեխնացու, բնականաբար այդ դա որևէ ձևով տրամաբանական չէ։ Պարոն Աբրահամյան, մի բան, ձեզ համար ինչ տեսակի տեխնացուն ընդունելի կլիներ, եւ եթե Հայաստան Դաշինքը տեխնացու առաջադրեր եւ առաջադրեր օրինակ Ռոբերտ Քոչարյանին, կոնկուրենտ օֆիսի առաջնորդ կամ նրա որդուն Լևոն Քոչարյանին, ձեզ համար ընդունելի կլիներ, դուք աներկբա եւ առանց նախապայմանների կհաստատեիք այդ տեխնացությունը։ Տեխնացուների մասով առաջադրումները մենք մինչև ձեր մոտենալը ճիշտ ասած որոշակի մանրամասներով այս թեման քննարկել ենք, այն ինչ որ ներկայացված է մեր առաջին եւ երկրորդ նաեւ հայտարարությունը ֆրակցիայի, դրանում հիմնականում ներկայացված է այն մոտեցումներն ու սկզբունքները, որի շրջանակներում պետք է կայանա քննարկումը եւ դրա արդյունքում պետք է լինի առաջադրված տեխնացու։ Հիմա այստեղ կա մի հանգամանք, երբ որ մենք խոսում ենք կոնկրետ տեխնացուների մասով։ Տեխնացուների մասով շատ կարևոր է, որպեսզի հնարավորինս լայն համախմբում տեղի ունենա նրա շուրջ եւ երկրորդը մենք հնարավորություն ունենք առաջադրենք մի տեխնացուի, որը ստեղծված իրողությունների պայմաններում այդ դերը եւ առաքելությունը կարող է ամենահաջող ձևով իրականացնել։ Երբ որ կլինի ցանկություն, երբ որ այս թեմայով կլինի առաջադրում, կլինի քննարկման ցանկություն, մենք բնականաբար պատրաստ ենք առանց նախապայմանների քննարկել բոլոր տեխնացուները եւ մեր դիրքորոշումը շատ հստակ արտահայտել։ Լավ չէ, օրինակ ձեր ժամանակ անկախ կամ գրեթե անկախ պատգամավորներ ահագին, ձեր հետ շատ լավ հարաբերություններ, շատ մոտ եղել ձեր կաբինետներում, շփվում էր ձեզ հետ։ Մի խոսքով շատ լավ էր ձեր հետ, բաց չէր, ձեր տենց շատ սուր չի քննադատել այն ժամանակ հիշում ենք, ոնց օրինակ Նիկոլ Փաշինյանն էր քննադատում։ Հիմա Փաշինյանին է քննադատում, ասում է սխալանում, լավ չի ինչ անում, ի՞նչն է պատճառը։ Վայ ջան, իհարկե, Վայ ջան, ես իհարկե չեմ զլանում որևէ հարցի պատասխանելուց, շատ ցավով եմ ասում, որ դուք մի քիչ ուշացել եք։ Միգուցե մենք առանձին նաև ձեր հետ այս թեմայով մեկնաբան է, որովհետև այս թեմայով 3 համատեքստում արել եմ, ես ձեզ առաջարկում առանձին մենք իրար այս թեմայով ինտերվյու անենք։ Այդ Մարուկյանի թեման։ Koçar'a